Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգարժան դասարան, ես եմ միանում պաշտպանների միջնորդությանը, ուրեմն Չախալյան Վահագին ես չեմ ճանաչել, ես իմ առաջորդ խոսքի մեջ ասել եմ, որ 2024 թվականի ապրիլի 23-ից Բագրատ Սրբազանի կողքին եմ եղել, մինչև այս պահը իր կողքին եմ։ Ուրեմն ապրիլի պայքարը սկսել եք իրանցից եկել ենք, այդ ընթացքում հազարավոր մարդիկ, բժիշկներ, արվեստագետներ, տնտեսագետներ եկել են եւ Սրբազանի կեցավայրում հանդիպել են իրար։ Չախալյան Վահագին այնտեղ չեմ տեսել։ Տիգրանին տեսել եմ, Իգրին տեսել եմ, Հրայրին տեսել եմ, Չախալյան Վահագը չի եկել։ Երբ որ 2024 թվականի հոկտեմբերին Սրբազանից կանչեց, ասեց Չախալյան Վահագը կառավարության դիմաց նստածությանում մեր բակի բանտում գտնող մեր հայրենակիցների համար։ Ես մտածում եմ, որ մենք պարտավոր ենք հանդիպենք իրեն, ասում Սրբազան ջան, հենց հիմա գնանք, դուրս են գալիս ոտքով, քայլում ենք, տեսնում ենք Չախալյան Վահագին, ասում ենք ապրել շնորհակալ ենք։ Եվ մեր հանրապետությունում, որ բոլորը առանձին նստած մտահոգված են եւ մտածում են մեր բակի բանտում մեր հայրենակիցների մասին եւ մեր պետությանն էլ կարծում եմ ուզում ա որ իրան գան, միակ պարտները որ նստած ցույց արել եւ պայքարել։ Եվ դրանից հետո 3 կամ 4 անգամ մենք այցելել Չախալյան Վահագին հրապարակին։ Հիմա Չախալյան Վահագը հայտնվել է այստեղ, երևի որ մենք այնտեղ իրան հանդիպել ենք եւ հիմա նույն հաջողությամբ շատ մարդու որ հանդիպել ենք, ես մտածում եմ մենակ Չախալյան Վահագը։ Հիմա որ ես նայում ասեցիք ես Հայաստանի Հանրապետության ամենամեծ դալիրն է, մտածում եմ որ այս ռեժիմը հաշվարկել է որ 18 մարդ կարանոցի են նայ 18 մարդը կալանա որ անկես ասում Չախալյան Վահագի նման կարող 5000 մարդը ստեղել է Չախալյան Վահագը արել է նստածույց բացի մեր հարգարժան մեր հայրենակիցների համար Չախալյան Վահագին պետք է դատի նստածույց անելու համար Եթե իհարկե այս ավաբեկցություն բոլորս էլ գիտենք չկա Չախալյան Վահագին որ նայում ես ես օրինակ հետևել եմ այդ որ ասում են Սահակաշվիլի այդ կադրներ են տեսել ոնց է որ Սահակաշվիլին գալիս է ցուցանում ինքը միշտ պայքարել է արտադրության համար ես ասում եմ իրան առաջ անգամ հանդիպել ենք կառավարության դիմաց կամերաներն կա կարակ բոլորը դրել ես միանում եմ բոլոր պաշտպանների միջնորդությանը իհարկե Չախալյան Վահագը իր հայրենասիրությամբ իր գաղափարներով մեր հետ է որտեղ մենք բոլորս մի մտք ենք մենք բոլորս հայրենասեր ենք մեր խնդիրը արժանապատիվ հայրենիք ունենալն է Արցախ ունենալն է Արարատ ունենալն է ինքը դրանով 100% մեր հետ է բայց ինքը այս process-ի հետ ընդհանրապես կապ չունի ես ուզում եմ դա վստահաբար ասեմ շնորհակալություն եւ արդյոք օգտվելով հարգարժան դատարան այսօր մեր Ժորժա մեր Բագրատ Սրբազանի անվանակոչման օրն ասում եմ բոլորը շնորհավոր ենք